Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանն ու քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը հյուրընկալել էին այն մարդկանց, ում ջանքերով Գյումրիում կյանքի է կոչվում մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Մինչ հիմնական արարողությունը քաղաքային իշխանության ներկայացուցիչները ջերմորեն շնորհավորեցին ներկա կանանց, տոների միամսյակի առթիվ ընդգծելով նրանց դերն ու անփոխարինելի ավանդը համայնքային կյանքի զարգացման գործում։ Մենք ձեզանով միշտ ուրախանում ենք, առանց ձեզ կյանքը ճիշտ չի գնա, դուք եք գեղեցկացնում, դուք եք հզորացնում, դուք միշտ մեր կողքին դինեք ուշ պիտի տակ, որպեսզի տղամարդը կարողանա եւ ընտանիքին եւ աշխատանքին նվիրվել ձեր տված ուժի շնորհիվ։ Ամենայն բարիք բոլորին եւ շնորհակալություն ձեր ակտիվ մասնակցության համար։ Մասնակցային բյուջետավորման գործընթացում ակտիվ գործունեության, բարեխիղճ աշխատանքի եւ ցուցաբերած բարձր պատասխանատվության համար պատվոգրի արժանացավ Գյումրու վերականգնողական կենտրոնի տնօրեն Անահիտ Աղաջանյանը։ Մենք միշտ հավատացել ենք, Վարդան Ղուկասյանն միշտ ձեզ գնահատել է, հավատացել է եւ Տիկին Աղաջանյան Անահիտը ոնց որ շտապօգնություն է լինի մեր քաղաքի բոլորի համար։ Ինքը ոնց հենց իմանում է, որ թե մեկ հետ կապված մի շտապօգնություն է դες բարի ճանապարհ։ Այն ինչ որ անում եք մեր սերունդների համար։ Դրանպես գործն է մնում, դառնացեք։ Ես կարծում եմ, որ բժշկի առաքելությունը մեծարայել ժողովրդին։ Աստորեն առաջի անգամ է, որ ես այստեղ եմ գտնվում քաղաքապետարանում եւ արժանանում եմ այս պարգևին, հուսված եմ, շնորհակալ եմ գնահատականի համար։ Միջոցառումն առանձնացավ նաև խորհրդանշական փոխադարձ քայլով։ Ընտանիք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանն ստանալով իր պատվոգիրը քաղաքապետարանին նվիրեց կենտրոնի աշխատակազմի եւ գիտնականների 6 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքը՝ նոր կտակարանի վերջին լավագույն թարգմանությունը։ Շնորհավորում եմ եւ ուրախ եմ, որ շատ աստվածաշնորհ գործ է անում մեր Արթուրը։ Ես շատ այսօր հիացած եմ նրա աշխատանքի, տեսել եմ նոր կտակարանը սաղմոսներով վերահրատարակված, ապրես։ Շնորհակալագրեր եւ խրախուսական հավաստագրեր հանձնվեցին նաեւ քաղաքապետարանի աշխատակիցներ Գրետա Ջանոյանին եւ Լենա Մխիթարյանին, ինչպես նաեւ մի խումբ երիտասարդ ակտիվիստների։ Վերջիններս ամիսներ շարունակ իրազեկման արշավների միջոցով գյումրեցիներին են ներկայացրել իրենց իրավունքը, անձամբ որոշելու քաղաքային բյուջեի ծախսային ուղղությունները։ Պարգևատրվածների ջանքերն արդեն իսկ ունեն տեսանելի արդյունք։ Մասնակցային բյուջետավորման 3-րդ տարում գյումրեցիների քվեարկությամբ հաղթող է ճանաչվել Գյումրու հաղթանակի զբոսայգու զարգացման եւ համալիր բարեկարգման ծրագիրը։ Ունեցել է 2743 ձայն, սահմանված շեմներ 2612-ը, այսինքն քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 2%-ը։ Քանի որ այդ շեմը հաղթարել է հաղթանակի զբոսայգու համալիրի բարեկարգման ծրագիրը, ուստի մեր հետագա քայլն է ծրագիրը վերածել սուբվենցիոն հայտ եւ ուղարկել տարածքային նախարարություն հետագա քայլերի համար հետագա սուբվենցիոն ծրագիր ստանալու եւ իրականացնելու նպատակով։ Պետական բյուջեից կներդրվի ավելի քան 69 միլիոն դրամ, որին կհավելվեն համայնքային միջոցները։ Կախված նրանից, թե ծրագիրը նախագծողի կողմից ինչքան կգնահատվի, համապատասխան ներդրում կունենա նաև համայնքը։ Այժմ համայնքը ավականավորոշմամբ սահմանել է 16 միլիոն դրամ, սակայն եթե նախագծման ընթացքում պարզվի, որ ավել գումար է անհրաժեշտ, ավականավորոշման փոփոխությամբ կարող ենք ավելացնել համայնքի մասնաբաժինը։ Ծրագրով նախատեսվում է զբոսայգու 2 հատվածների հիմնահատակ նորոգում, քանի որ այգու տակով անցնում է Գյումրի գետակը։ Կվերականգնվի շատրվանը, կտեղադրվեն նոր նստարաններ, կարձիականացվի լուսավորությունը եւ կփոխվեն մետաղական արգելապատնեշները։ Նախագիծը ներառում է այգու ենթակառուցվածքների հուշարձան, կոթող բարելավում, կանաչապատման իրականացում, ժամանցային եւ ակտիվ հանգստի գոտիների ստեղծում, ինչպես նաեւ տարածքի ընդհանուր տեսքի եւ ֆունկցիոնալության բարձրացում։ Այս պարգևատրումները եւս մեկ անգամ փաստում են, Գյումրիում բնակչի ձայնը լսելի է։ Հաղթանակի զբոսայգու վերածնունդը, որը պետք է ավարտվի մինչև դեկտեմբերի 30-ը, կլինի այն քաղաքացիների եւ աշխատակիցների հաջողությունը, ովքեր այսօր հեռացան քաղաքապետարանից պատվոգրերով եւ քաղաքի հանդեպ ունեցած մեծ պատասխանատվությամբ։